Պարտիրոջը, օրջը, Պարք Իսուսին, թող պարավորվի մեր սուրբ հայրը, հավիտենական Աստվածը, մեր Տեր ու Փրկիչը։ Բարեկամներ, ես ուզում եմ այսօր սուրբ գրքից մի տեղ ընթերցել եւ մի քանի կարևոր մտքեր շարադրել, որից հետո պետք է նաեւ աղոթ կանենք, վերջացնելով մեր պաշտամունք այսօրվա։ Խոսքը վերաբերվում է Հայտնության 17-րդ գլխի 14 համարին։ Այսպես է ասում Տիրոջ խոսքը, Հայտնության 17-րդ գլուխ 14 համար։ Սրանք պատերազմ կանեն գառնուկի հետ եւ գառը կհաղթի նրանց, որովհետեւ Տերերի Տեր է, թագավորների թագավոր, եւ նրանք, որ նրա հետ են, կանչված են, ընտրված են եւ հավատարիմ են։ Ես ուզում եմ խոսքը ուշադրություն դարձնենք երկրորդ բաժնին, որ այսպես է ասում, եւ որոնք որ գառնուկի հետ են, նրանք նրա հետ են, կանչված են, ընտրված են եւ հավատարիմ են։ Եղբայրներ, քուրեր, երեք կարևոր դրույքների մասին է խոսում Սուրբ Գիրքը, որ նրանք գառնուկի հետ են, այսինքն ովքեր գառնուկի հետ են, կոչված են կամ կանչված, ընտրված են եւ հավատարիմ։ Այստեղ մենք երեք դրույթներ ենք տեսնում. կանչվածություն, ընտրվածություն եւ հավատարմություն։ Եվ որ մենք ուշադիր այս խոսքերը նայում ենք, տեսնում ենք, որ այստեղ բաներ կա, որ դա մեր խելքի բան չի, դա մեր ձեռի գործ չի։ Օրինակ, կանչված լինելը, կոչված լինելը, դա մեզանից չի։ Մենք ինքներս չենք կարա կանչվել, մենք ինքներս չենք կարա կոչվի։ Եվ այսօր, երբ որ մենք նայում ենք, շատ մարդիկ, ասենք, ես էլ եմ խոսում օրինակ, ասում ենք արի եղբայր ջան, արի քույրիկ ջան, արի ապաշխարի։ Այս մարդը գալիս է, չի գալիս, չի ապաշխարում։ Ջանք, չգիտեմ, ես հասկանում եմ, որ այս մարդը դեռ կանչված չի։ Այս մարդը դեռ կանչված չի։ Տեսեք ինչ ասում Սուրբ Գիրքը։ Հռոմեացի 8-րդ գլխի 30 համարն այսպես ասում, Հռոմեացի 8:30 Եվ որոնց առաջուց սահմանեց, նրանց չել կանչեց, որոնց կանչեց, նրանց արդարացրեց, որոնց արդարացրեց, նրանց փառավոր արավ։ Այսինքն ինչ ենք տեսնում, ժողովուրդ ջան, ասում է, որոնց որ Աստված առաջուց ինչ արեց, կանչեց։ Այստեղ տեսնում ենք, որ մարդուց տիղ ոչ մի բան չկա, մարդուց աբսոլյուտնի ոչ մի բան այստեղ գոյություն չունի։ Որտեւ մարդը չի ասում, Աստված ում որ առաջուց ինչ արեց, կանչեց։ Լանայեք ժողովուրդ ջան, ինչ մեզ պատվի արժանացել նրանց ում որ Աստված կանչել է։ Մենք շատ հաճախ սա չենք հասկանում։ Մենք շատ հաճախ սա չենք գնահատում։ Մենք շատ հաճախ սա մատների արանքով ենք նայում։ Հենց վերջերս մեր երկրում եղավ ընտրություններ։ Եվ ինչքան հիշում եմ, հայտարարեցին, որ մոտավորապես 2 միլիոն ընտրող մարդ կար։ Եվ այդ 2 միլիոնից ընտրվեց մեկը ընտրվելու է որպես ազգի երկրի ղեկավար։ 2 միլիոնից։ Ինչ ուրախություն է այդ մարդի համար, որ ինքը ընտրվել է 2 միլիոնից։ Բայց մենք ոչ թե 2 միլիոնից ենք ընտրվել, ոչ թե 200 միլիոնից ենք ընտրվել, ոչ թե 2 միլիարդից ենք ընտրվել, այլ բազում միլիարդավորներից, որովհետև մեզանից առաջ միլիարդավոր մարդիկ են եղել, եւ այսօր 8 միլիարդից ավել մարդ կա երկրագնդի երեսին եւ հայտնի էլ չի, թե Աստված միայն գիտի, թե ինչքան էլ դեռ մարդիկ միլիարդավոր մինչեւ աշխարհի վերջը պետք է այս մարդիկ լինեն եւ այդքանի մեջ Աստված քեզ ընտրել է։ Աստված քեզ ընտրել է։ Սրա վրա մտածում ես դու։ Համա սրա վրա մտածի։ Տերը քեզ ընտրել է։ Մենք երբ որ ինչ-որ մի բան ենք ընտրեմ, որոշեմ, անեմ, նպատակ ունի, չէ՞ որ անում ենք։ Մի բան, որ ուզում ես անես, ուզում ես ընտրես, մի բան, որ ընտրում ես, հատուկ նպատակի մարես, չէ՞ ընտրում։ Օրինակ, մեկն ուզում է մեքենա առնի, ընտրում է իր ուզած մեքենան առնի։ Հասարակ, որ մեկ ուզում է մի հատ հանդերձ անի, մանա գալի իր ուզած հանդերձը առնի։ Ընտրում է, չէ՞։ Թե որը որ պատահեց գնում է վեր անում ու գալիս։ Հավարդ վեկալ տարելի ջուրա էլի ինչա, ջոգմա, ընտրմա,
Ինչի նպատակ ունի, որ լավը տանի։ Հիմի ժողովուրդ ջան, Աստված քեզ ու ինձ ընտրել է։ Հələ մի հատ գնա մտածի ինչի մարա ընտրել։ Շարունակությունը տեսեք ինչ ասեմ։ Օրինակ ա բերեմ մեզ Եբրայեցիս 3-ի 3-րդ գլխի մեջ, Եբրայեցիս 3-րդ գլխի առաջի երկու համարն այսպես ասեմ։ Ուստի սուրբ եղբայրք, եկնավոր կոչումի մասնակից, մտիկ տվեք մեր դավանանքի առաքյալին եւ քահանայապետին Հիսուս Քրիստոսին, որ հավատարիմ է իրեն ստեղծողին։ Ասում ուստի սուրբ եղբայր, եկնավոր կոչումի մասնակիցներ։ Այսինքն Աստված մեզ կանչել է, որ եկնավոր կոչումին մասնակից լինենք։ Իսկ ինչ պետք է անենք, ասում որպեսզի մենք նայենք մեր դավանության առաքյալին ու քահանայապետին Հիսուս Քրիստոսին։ Ինքը մեզ ընտրել է, դրա համար ժողովուրդ ջան, որ մենք նայենք մեր դավանանքի առաքյալին ու առաջնորդին, որ Քրիստոսն է։ Երկրորդը ժողովուրդ ջան, ասում ում որ ընտրեց, նրա հետ կանչվածներ ասում ընտրված էին, ասում կանչված էին եւ ընտրված։ Լանայք Մատթեոս ավետարանի մեջ 22-ի 14-ն ինչ ասում։ Մատթեոս ավետարան 22:14 Մատթեոս ավետարան 22:14 Որովհետև շատերն են կանչված, բայց քչերը ընտրված։ Այսինքն ինչ ենք տեսնում, որ մի հատ զտում է տեղի ունենում։ Առաջի քայլը Աստված բոլորին կանչեց։ Քեզ ինձ կանչեց։ Այդ 7-8 միլիարդից ինձ ու քեզ կանչեց, առանձնացրեց։ Բայց այս կանչվածների մեջ էլ մի հատ ընտրություն անում։ Այսինքն մարդը կարա կանչված լինի, բայց ընտրված չլի։ Համի դու կանչված ես թե ընտրված, սա արդեն կախված է քեզանից։ Մարդը մատների արանքով անայում, Տերը կանչել է իրան, երբ հավեսը գտա գա հավաքույթի, երբ կա չի տա, երկար տարիներ կգա հավաքույթի չի մկրտվի։ Եկեղեցու անդամ կլի, իրա քեֆով կապրի, իրա հավեսով կապրի։ Այս մարդը կանչված է, բայց այս մարդը ընտրված չի, ժողովուրդ ջան։ Համի, սա քեզանից է կախված։ Քալ չի անում այս մարդը։ Բավարարվում է, այն ասու տան մեջ եմ, այն ասու խոսքը լսում եմ, գիրակի օր հավաքույթներ եմ, գնեմ աղոթում եմ, ինչ որ ուզում եմ Տերը տալիս է, փառք Աստծո, լավ եմ, առողջ եմ, երեխեքս լավ են, տնեցիք, հալելույա, ամեն, շո, այս մարդը չի հասկանում, որ ինքը մենակ կանչված չի, ինքը պետք է նաև ընտրված լինի։ Որտեւ կանչել է Տերը, բայց այդ կանչածից մեծ է պետք է ընտրի։ Նայեք Սուրբ գրքի մեջ մի հատ օրինակ կա։ Եվ որ ասորես թագավորի կինը, Վաշխե թագուհին, անհնազանդ գտնվեց։ Հիմի պետք է թագավորի մար կին ընտրեին։ Եվ Մեմուքանը խորհուրդ տվեց։ Ասա մի որ քու կինը թագուհի է, անհնազանդ եղավ մարդկեքին։ Սա հիմի 120 պետության թագավոր ես, սա թագավորության այդ կան, այ կա մեկն է ասում որ թագուհին անհնազանդ, հա։ Մենք էլ մեր մարդկեքին անհնազանդել ենք։ Եվ ինչ ասեց։ Ասեց բերեք սենց անենք։ Հավաքենք կույս աղջիկներին եւ նրանց մեջից ընտրենք թագուհի։ Եկան այդ կույս աղջիկներ, եկան թագավորի պալատը։ Արդեն թագավորի պալատի մեջ են, բայց թագուհի դարավ եստերը, մեկը։ Ինչի նրանք կանչված էին, բայց ընտրվեց մեկը։ Համի քուրս ու աղբերս։ Մի բավարարվի նրանով, որ դու գիտես, կարդում ես, աղոթում ես։ Մանավանդ նրանք ովքեր որ երկար տարիներ գալիս են կամ ամիսներով գալիս են, չեն ուզում մկրտվեն, չեն ուզում հոգևոր աճեն, մեկ բավարարվի դրանով։ Դուք դրանով ժողովուրդ ջան չեք կարա փրկության հասնեք։ Վերջի օրը ցավոք սրտի շատ-շատերը պետքա այդ հարցի մեջ ափսոսան, զղջան, ողբան, բայց ուշ պետք է լինի։ Որտեվ ասում է Տեր ինչ արեց, կանչեց, որ այդ եկնավոր կոչումին ինչ լինենք, մասնակից լինենք։ Նույն Հովանու ավետարանի 15-րդ գլխի 16 համարն այսպես ասում։ Ավետարան Հովանու 15-րդ գլուխ 16 համար։ Ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ինչ արեցի։
Ձեզ ընտրեցի, օրհնյալա մեր Տերը ժողովուրդ ջան, Տերը ընտրել է, եւ մի երրորդ բանը, որ ուզում եմ մի քիչ սրա վրա ավելի շատ անդրադառնանք, այս երկուսը, կանչվածությունը եւ ընտրվածությունը, դա Աստծո ձեռի գործն է, բա մեր գործը որն է, հավատարմություն, մենք այս մեկը արդեն ոչ թե Աստված անեմ, Աստված ինքը կանչել է, ինքը ընտրել է քեզ, որ այդ երկնավոր կյանքի հետ հաղորդ լինես, համի դու որտեղ ես կանգնած, դա քեզանից է կախված, կընտրես, առաջ կգնաս, իսկ ինչ վերաբերվում է հավատարիմ լինելը, սա արդեն Աստված տեղ գործ չունի, Աստված չի անում մեզ հավատարիմ, Աստված չի ասում, Աստված ասում է եղի հավատարիմ, նա չի ասում կանի, ես հավատարիմ սարքեմ արտակին, հավատարմությունը արդեն կախված է ինձանից և քեզանից, այս ֆակտորը վերաբերվում է մարդին, ընտրվածությունը, կանչվածությունը դա Աստծո գործն է, բայց հավատարմությունը իմ ու քո գործն է, Հիմա ինչքանով եմ ես հավատարիմ, մի քանի բան կա, որ կուզեմ, սրա վրա մենք ուշադրություն դարձնենք, որ ոնց իմանամ ես Տիրոջը հավատարիմ եմ թե չէ։ Այսօր բոլորն կարող են ասել, «Փառք քեզ Հիսուս ջան, մեռնեմ քեզ, էս, բայց Սուրբ Գիրքը տալիս է, որ մարդ իրան ստուգի, ինքը հավատարիմ է թե չէ»։ Այս վերջերս ընտրություններից առաջ մեր մի հատ մահացածի պանիխիդ էր հավաքված էինք, Հիմա խոսում են դե ժողովուրդ է, մեր ժողովուրդն էլ, հոգևորներն էլ, դե սենց, դե նենց, այս մեկը որ ընտրվում է, իրա մարդն այն մարդն է։ Ես մի հատ հարց տվեցի, ասի լսի աղբեր ջան։ Հիմա եթե ես եմ Հայաստանի վարչապետը, մեր լոռու մարզպետ ում պիտի դնեմ։ Հա ժողովուրդ ջան։ Ում պիտի դնեմ։ Կամ Անդոին պիտի դնեմ, կամ Արմենին պիտի դնեմ, կամ Արտուրին պիտի դնեմ, բա իմ հավատարիմ մարդկանց պիտի դնեմ։ Քաղաքապետում պիտի դնեմ Սպիտակի, Գագոին կդնեմ, իմ հավատարիմ մարդին կդնեմ։ Գեղմել Լուսախբյուրի հովոին կդնեմ։ Ինձ ճանոչ հավատարիմ, ինձ վստահելի մարդկանց ժողովուրդ ջան։ Աստված էլ գործում այն մարդկանց հետ, ովքեր որ հավատարիմ են։ Եթե մի մեկը հավատարիմ չի, մի հարցի մեջ այս մարդին դու փորձել ես, մի անգամ քեզ խաբել, մի անգամ քո վստահությունը արդեն կորցել է, երկրորդ անգամ, երրորդ անգամ, չորրորդ անգամ, այս մարդին էլ դու լուրջ բան կվստահես։ Հարցից պատասխանեք։ Իհարկե ոչ։ Այնքան ուզես մարդը ասի, «Փառք քեզ Հիսուս, հալելույա, պաշտում եմ, օսի ծուլի, մինքան կան տեղեր չգիտեմ, թրվռան ծուլի։ Հավատարիմ մարդը, նա պետք է ինչի մեջ լինի։ Տեսեք ինչ ասում Սուրբ Գիրքը։ Օրինաց 7-րդ գլխի մեջ տալիս է, որ ով է հավատարիմ ու ինչ է այդ հավատարմությունը մեզանից ուզում։ 7-րդ գլխի 9 համար։ Եվ գիտեցիր, որ քո Եհովա Աստվածն է Աստված, հավատարիմ Աստված, որ իրան սիրողներին եւ իր պատվիրանքների պահողների համար մինչև 1000 ազգ ուխտ ու ողորմություն է պահում։ Լադեսեք ասում է, գիտեցիր քո Եհովա Աստվածն է հավատարիմ Աստված, որ մինչև 1000 ազգ իրան սիրողներին ողորմություն անում։ Ես չգիտեմ մեր 1000 ազգը որն է։ Դու գիտես քո 1000 ազգը որն է։ Ես մենակ գիտեմ իմ պապի անունը, ասենք գիտեմ, որ 1800 քանի թվին մշիցեկել են, ասենք, այս պապերը սնդի գրած ունեմ էլի, վերջին պապի անունը, պապս ասենք, պապս Ենոքն է, Ենոքերը Սարիբեկն է, Սարիբեկի հերն էլ ասում է, Խաչատուրն է եղել, էլ դրանից դենը չգիտեմ։ Հիմա գիտեմ այս հորս հրոխ տեղն է, այս ընդամենը ասենք մի 4-5 ազգ գիտեմ, բայց Աստված ասում է մինչև 1000 ազգ իրան հավատարիմներին օրհնում է ժողովուրդ ջան։ Նա տեսեք նորից ասում է, որ մինչև 1000 ազգ օրհնող ով է, Աստված է։ Եվ ասում է, գիտեցիր քո Եհովա Աստվածն ինչ է, հավատարիմ Աստված է։ Լնայք Մատթեոս ավետարան 25, Մատթեոս ավետարան 25, 2 և 23 համարները։ Մատթեոս 25, Նրանցից 5 իմաստուն էին, 5-ը հիմար,
Եվ շարունակում է, այս կույսերի մասին պատմեմ, եւ թեկուս կույս էին, թեկուս իրար հետ էին, բայց 5 իմաստուն են, 5 հիմար։ Նրա տերը նրանց ասեց. լավ, բավար 23-ը։ Նրա տերը նրանց ասեց. լավ, բարի հավատարիմ ծառա, քիչ բանի մեջ հավատարիմ էիր, ես քեզ շատ բանի կդամ։ Այսինքն ինչ եղավ, այն 5-ը, որոնք որ հիմար էին, անհոգ էին այս մարդիկ։ Իրանց համար յուղ ունեին, ճրակը վառում էր, բավարարվել էին, էլի։ Ճրակը զվառում է, յուղ ունեմ, կույս եմ, սպասում եմ, բայց ավել յուղ չէին հավաքել այս մարդիկ։ Օրվանով բավարարվել էին, աշկի երևույթով, հասկացողությունով, մի ասենք մարդը գալիս է, այսքան բան տենում է, այսքանը սենց ու իր համար հանգիստ ապրում է, բայց Աստված սա չի ուզում, ժողովուրդ ջան։ Նա չի ուզում, որ մենք բավարարվենք ձեռք բերածով։ Նա ուզում է, որ մենք զորությունից զորություն գնանք, սրբությունից սրբություն, նորոգությունից նորոգություն։ Բայց շատ մարդիկ բավարարում են, դե գիրակի գնացի լավ է դե, անդամները, դե շորեքշաբթ էլ գնում եմ, դες 2 ժամը, օրը 5 գլուխ կարդում եմ, դե մի հատ աղոթ հմեմ, դե լավ ձեռքս մի բան եկավ, սովորական, սա խապկանք է ժողովուրդ ջան։ Տերը մեզ կանչել է, որ հավատարիմ լինենք իրան։ Եվ մի տեսեք, ինչի մեջ պետք է մենք հավատարիմ լինենք։ Առաջինը, Ղուկաս ավետարան 16-11 համարի մեջ Աստված ասում է, որ մենք պետք է անիրավ մամոնայի մեջ հավատարիմ լինենք։ Եթե մենք այդ գումարի մեջ, փողի մեջ հավատարիմ չենք, մենք չենք կարա երկինք մտնենք, ժողովուրդ ջան։ Ինչու համար։ Որտեղ Սուրբ Գիրքը Տիմոթեոսի թղթի մեջ հիշեցնում է, ասում ամեն չարիքի արմատը արծաթն է, որին մարդիկ ազնատուր լինելով ինչ եղան, կործանվեցին։ Հմ եթե մարդը մամոնայի մեջ հավատարիմ չի, անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չի, այս մարդը չի կարող ասուն հավատարիմ լինի։ Եթե գումարն այս մարդին իշխն, գիտեք, պարտադիր չի մարդը միլիոնատեր էլի, որ ասեն ագահա կռապաշտա, մարդը կարա ընդամենը 10 դրամ ունենա, էլի մամոնային գերիլի։ 10 դրամ ունենա այս մարդը, էլի կռապաշտ ագահ լինի։ Եվ Աստված չի ուզում, որպեսզի մենք կռապաշտ լինենք, ժողովուրդ ջան։ Դամար ասում անիրավ մամոնայից ձեզ ինչ արեք, բարեկամներ արեք։ Եվ որ մարդը չի հասկանում, որ ինքը ինչ որ ունի, ինչի որ հասել է, դա իր խելքը չի, շնորհքը չի, դա իր ուժը կարողությունը չէ, Աստված է տվել։ Իսկ ինչի համար Աստված տվել է ինձ, որ դա ես օգտագործեմ Աստծո եւ Աստծո սուրբերի Աստծո անվան փառքի համար։ Եվ ինչքանով եմ ես դա օգտագործում։ Իմ գումարը, իմ մամոնան ինչքան եմ ես օգտագործում։ Եվ գիտեք ինչ, դա արդեն լեզվի խոսքով չի, որտեղ առաջի պատվիրանը սիրի քո Տեր ասում։ Իսկ երկրորդ պատվիրանը ասում է սիրի քո ընկերը։ Հակոբոսը գրում է, ասում է եթե եղբորդ տեսնում ես ու չես անում, դու ինչի մասին կարաս ասես։ Եթե ասում չես տենում, ինչպես կանես, եթե եղբորդ տեսնում ես ու չես անում։ Ասում է եթե եղբորդ տեսնես մերկ սոված ասես գնա կաղոթեմ գումար, կեր, հանգստացի, դքացի։ Մենք պետք է ժողովուրդ ջան հասկանանք, եթե մենք մամոնայի մեջ հավատարիմ չենք, մենք չենք կարա շատ այդ քչի մեջ, որ մեզ տված է, որ մերը չի, մենք շատի մեջ չենք կարա դրվի։ Տերը թող մեզ ողորմա։ Երկրորդը, մենք պետք է հավատարիմ լինենք Տիրոջը մեր տնտեսության մեջ, որտեղ ամենքս տնտեսներ ենք, ամենքս էլ, ամեն մեկ իր տան մեջ, իր ընտանիքի մեջ, իր ծառայության մեջ, եւ Աստված մեզ տնտեսությունը հանձնել։ Հələ նայեք առաջի Կորինթացիս 4:2-ն ինչ ասում։ Առաջի Կորինթացիս 4 երկրորդ համար։ Արտնտեսների մեջ այն է պահանջում, որ մեկը հավատարիմ գտնվի։ Սուրբ Գրքի մեջ հիշեցնում է, ասում է եթե մեկ իր տան հոգը չի տանում, անհավատից էլ ինչ է։ Հա? Եթե քո տան հոգը չես տանում։ Ինչի մեջ որ դու դրված ես, այդ քո տնտեսության մեջ դու հոգ չես տանում։ Դու անհավատից էլ բեթար ես։ Այսօր ինչքանով եմ ես հավատարիմ այն տնտեսության մեջ, որի մեջ որ ինձ Տերը դրել է։ Մեկը աղոթքա ժողովի մասնակից է, մեկը իր ընտանիքի մեջ է, մեկը այս մի ծառայության մեջ է, մեկը մանկականի մեջ է, այս հոգևոր դաշտն եմ ասում։ Մեկը սարկավագա, մեկը խմբավարա, մեկը երեցա։
Մեկը ավակ հովիվա, ինչքանով այս մարդը իր տնտեսության մեջ դրված հավատարիմ։ Այսօր մենք բոլորս էլ երեխեք ունենք։ Դու ինչքանով ես այդ քու տնտեսությունը, որ Աստված քեզ տվել է, այդ քու երեխեքին, քու կինը խոք տանում իրանց համար, որպես հոգևոր աշխատող, հոգևոր մարդ։ Իշ շատ հաճախ թույն ու թարախ ես լսնում։ Էլ տրտունջ, էլ բողոք, էլ բամբասանք, էլ չարախոսություն, տանդ մեջ ինչ ես դու ցանեմ։ Քու տնտեսության մեջ ինչ ես դու ցանեմ։ Երկրորդը մենք պետք է հավատարիմ լինենք։ Խելոք մնացեք երեխեք։ Երկրորդը մենք պետք է հավատարիմ լինենք, ժողովուրդ ջան, մեր հանձնված տնտեսության մեջ։ Եթե մենք տանս մեջին ես չեմ կարող իմ ընտանիքի հոգը տանեմ, ես ոնց կարամ խմբի հոգ տանեմ։ Եթե ես խմբի հոգը չեմ կարող տանեմ, ոնց կարամ 100 հոգու հոգ տանեմ։ Եթե ես 100 հոգ չեմ կարողանում տանեմ, ոնց կարամ 1000-ի հոգը տանեմ։ Եթե ես 1000-ի հոգը չեմ կարող տանեմ, ոնց կարամ 10,000-ին ես ծառայեմ։ Համար մենք պետք է քչի մեջ ինչ լինենք, հավատարիմ լինենք։ Երրորդը ժողովուրդ ջան, կինը պետք է հավատարիմ լինի իր ամուսնուն։ Գրանայք առաջի Տիմոթեոս 3:11։ Առաջի Տիմոթեոս 3:11։ Այնպես էլ նրանց կանայք պետք է ծանրաբոլոր լինեն, ոչ թե չարախոս, այլ զգաստ, ամեն բանի մեջ հավատարիմ։ Այսինքն կինը պետք է ինչ լինի, ամեն բանի մեջ հավատարիմ իր ամուսնուն։ Բայց այսօր կնանի կա հան լեզուն այսքան։ Խեղճ մարդը մի բան ասում կրակ լինում։ Միա սխալն է տենում ու արա պլիմոտին ման պտ, մի քանի հետ, մի քանի օր, մի քանի ամիս, մի քանի շաբաթ մինչև մի հատ ուրիշ բռնեն։ Ասում կինը պետք է հավատարիմ լինի իր ամուսնուն։ Ինչի համար պետք է հավատարիմ լինի։ Որտեղ Աստված կնոջը ընտրել է, ստեղծել է, դրել է մի բանի համար, որ իր ամուսնուն օգնի։ Ոչ թե իշխի, ոչ թե ղեկավարի, այլ օգնի, իր ամուսնուն օգնի։ Եվ այն կինը, որ հոգևոր է, որ Աստծու հետ հաղորդ է, նա օգնում է իր ամուսնուն։ Լանայք Սուրբ Գրքի մեջ մի հատ կնոջ մասի է տալիս։ Մի հատ մարդ կար, անունը Նաբաղ էր։ Նաբաղ նշանակում է անզգամ, անպատկառ։ Ես մարդը հարուստ մարդ էր, բայց մի հատ կին ուներ, անունը Աբիգա էր։ Եվ որ այս չար մարդը Դավիթի զինվորներին անարգեց, հետ ուղարկեց, Աբիգան իմացավ։ Եվ այս կին իր խոհեմությամբ փրկեց Նաբաղի տունը, որովհետև Դավիթը որոշեց, որ գնա բոլոր արուներին սպանի, ծառաներից բռնացած մինչև Նաբաղի ումուններ չուներ։ Բայց այս կինը իր խոհեմ արարքով պահեց, իսկ Նաբաղի հարցերը Տերը լուծեց։ Ժողովուրդ ջան, կինը պետք է հանազանդվի իր ամուսնուն։ Շատ ժամանակ ասում է, ոչ ամեն բան եմ։ Հա, իհարկե, որ ամուսինդ քեզ մեղքի հատ ղրկեմ, մի հնազանդվի, չգնաս մեղք չգործես։ Եվ որ մարդը քեզ դրթում է մեղք գործելու, անօրենություն անելու մի անի։ Բայց դու որպես կին պետք է հանազանդվես քո ամուսնուն։ Դու պետք է հավատարիմ լինես։ Եթե դու քո մարդին հավատարիմ չես, դու եկեղեցու սպասավորին հավատարիմ կլես։ Եթե դու քո մարդին չես ընդունում, դու եկեղեցու հովին կընդունես։ Եթե դու հովին չես ընդունում, դու Աստծուն ընդունում ես։ Սուրբ Գիրքը ասում է, եթե տեսնում ես եղբորդ, չես ընդունում, նա որ չես տեսնում, ո՞ս պիտի ընդունես։ Այսօր կնանի կան լիզուներն այսքան իրաց մարդկեքին։ Երեխեք կան, հենց խոսում են, թորներիցս փոքր են, հենց հետս խոսում են, ասում ես, ես եմ ու ինքը չիմ, ես եմ իր տեղը։ Վաղ չգիտես ինչ անես, վախենում ես։ Անպատկառ մարդ, որ չի հասկանում ինչա։ Ես մարդ ինչ տենում այն է սովորում է, ժողովուրդ ջան։ Մյուսը Տիտոսի առաջի գլխի 9 համարն էսպես ասում։ Հաստատ բռնելով վարդապետությունը, հավատարիմ խոսքը, որ կարող լինի ողջամիտ վարդապետությունով հորդորել և հակառակողներին հանդիմանել։ Մյուսը
պետքա մարդը հավատարիմ լինի Տիրոջ խոսքի վարդապետության մեջ, ճշմարտության ավետարանի խոսքի մեջ։ Այսօր ինչքան ուղղություններ ասես դուրս ա եկել, իմ քեֆը ինչ տալիս է, ավետանը ոնց հասկանում է, թենց էլ առաջնորդում է, այնքան անուններ ա դուրս եկել եկեղեցական, այս ինչ ծառ, այն ինչ մորենի, այն ինչ կյանք, այն ինչ բան, այն ինչ ավետարան, այս ինչ էր ասես ասում են, իրանց սրտի ուզածով, իրանց քեֆով, բայց գոյությունն մի ճշմարիտ վարդապետություն, մի ճշմարտություն, դա Քրիստոսն է եւ իր խոսքը, ժողովուրդ ջան։ Եվ ասում եմ, որ այդ վարդապետության, այդ Աստծո խոսքը մարդ պետք է ամուր բռնի։ Սուրբ գրքի մեջ մենք, ես չեմ ուզում համարներ ասեմ, դուք շատ լավ գիտեք, ասում Աստված իր խոսքը իր անունից ինչ արեց, բարձրացրեց։ Մի ուրիշ տեղ ասում է, երկիր ու երկինք կանցնի, բայց այս խոսքերից մի կետ չի անցնի։ Մարդ պետք է հավատարիմ լինի վարդապետության, Աստծո խոսքին պետք է հավատարիմ լինի։ Եթե մարդ Աստծո խոսքին հավատարիմ չի, ում կարանա հավատարիմ լինի։ Ոչ մեկին։ Ես հիշում եմ, որ այս աղջամուղ ժնգավ եկեղեցու պառակտումները 2000 թվականների սկզբից մեր լուսահոգի Հրար եղբորը հանդիպել էր մեկի հետ, խոսացել էր, բա Հրար սենց բահնանց, ասել էր, գիտես քեզ ինչքան մենք մաղարիչ պիտի անենք, լավություն պիտի անենք։ Սախի Հրար ջան, ասել էր, այ ախպեր, ասել էր, որ դուք չգայիք, այս մարդկեք իսկական դեմքը չեր երևա։ Մեկ էլ ասում է, դեսա բանա, մեկ էլ Հրարին ասել է, լալսի ախպեր, եթե այս մարդը իրա 30 տարվա իրար հետ ապրող աղբորը, իրար հետ գիշեր ցերեկ կյանք անցած, ճանապարհ անցած, նեղություն, ցավ, տռապակ անցկացած աղբորը, որ քաշեց, ձեզ չի քաշելու։ Ոնց է քաշեցին։ Ժողովուրդ ջան, եթե մարդը հավատարիմ չի Աստծո խոսքին, նա պիտի քաշի սավեն։ Նորից եմ կարդում։ Տիտոսի 1:9 հաստատ բռնելով վարդապետության հավատարիմ խոսքը, որ կարող լինի ողջամիտ վարդապետությունով հորդորել եւ հակառակողներին հանդիմանել, որովհետեւ շատ աննազանդներ, զրահախոսներ, խաբեբաներ կան մարդկանց, մանավանդ նրանք, որ թլպատությունից են։ Այս թլպատությունը այսինքն ովքեր ուխտ են արել, հոգևոր են։ Ասում եմ, որովհետեւ շատ այս ձևի մարդիկ կան, որոնք որ հավատքից են, որոնք որ հոգևոր են։ Համար մենք պետք է ուշադրություն դարձնենք եւ այս խոսքը մեր սրտի դրանդիկների վրա ամուր պահենք։ Ավելի լավ է մեռնենք, քան թե այս խոսքը զանցանենք։ Մենք հավատարիմ մնանք։ Եվ վերջինը Հայտնության 2:10 ասում է, Հայտնության 2:10 ասում է, մինչև մահ հավատարիմ մնացիր։ Բայց մի վախենար այն բաներից, որ կրելու ես, ահա բանսարկուն ձեզանից բանտի մեջ եք գցելու, որ փորձվեք եւ նեղություն կունենաք 10 օր։ Հավատարիմ եղիր մինչև իմա եւ կյանքի պսակը կտամ քեզ։ Ումա կյանքի պսակ տալու, ով որ մինչև իմա ինչա, հավատարիմ ժողովուրդ ջան։ Տերը թող օգնի, քուրեր եղբայրներ։ Այո, մենք որ կանչված ենք, Տերն է մեզ կանչել։ Չբավարարվենք այդ կանչված լինելու մեջ։ Կանչվածությունը հետ Տերը առաջ է մեզ տանում։ Ասում եմ, որ կանչեց, ընտրեց։ Տերը մեզ ընտրել է։ Մնանք ընտրվածության մեջ, չբավարարվենք մենակ կանչված լինելու մեջ։ Տերը երբ որ Եզիկելին ցույց տվեց այդ կյանք կենած ջրերը, ասում առաջ գնա, գնաց մինչև ոտների թաթն ու կայնեց։ Այսօր մարդ կա եկել այդ ջրի մեջը, ոտների թաթը հասել է ու բավարարվել է։ Տերն ասում այ մարդ ոտների թաթերով մի բավարարվի, էլի առաջ գնա։ Մարդ կա առաջ է գնում, մինչև ծնկներն է գնացել հերիքա, վсё, կայնել է։ Տերն ասում էլի առաջ գնա, այսինքն կան ջրի մեջ թաթերով կանգնած, ծնկներով կանգնած, եւ ասում մինչև վերջ էլ գնաց, մինչև գոտկատեղներ գնացե։ Նորից ասում առաջ գնա, այսինքն մարդիկ էլ կան, որ մինչև գոտկատեղն են այդ ջրի մեջ կանգնած։ Բայց նրանք, որ ասում արդեն խորացան, այդ ջրերն անց ինչ արեցին։ Տարան, որ լողալու ջրեր էին։ Տերն ուզում է, որ այդ ջրերը մեզ առաջնորդեն։ Ոչ թե մենք կանգնած մնանք, ինչքան ուզի ջուրը վարար եղնի։ Եթե դու ընդամենը ոտների թաթերով ես այդ ջրի կանգնած, այդ ջուրը քեզ ոչինչ չի կարանի։ Մինչև ծնկներ տա այդ ջուրը քեզ ոչինչ չի կարա, գոտկատեղ տա այդ ջուրը քեզ ոչինչ չի կարանի։
Բայց եթե դու արդեն ոտներդ կտրվել ա գետնից, այդ ջուրը քեզ ինչ անելու, տանելու ա։ Եվ մնա այդ ջրի մեջ, որ կենաց խոսքն ա, եւ ասում ա մինչև վերջ հավատարիմ եղի, որպեսզի ինչ առնես փառած պսակ։ Այսինքն պսակը առնում են միայն հավատարիմները։ Մատթեոս ավետարանի մեջ, Մարկոս ավետարանի մեջ, Ղուկաս ավետարանի մեջ Տեր օրինակներ ա բերեմ։ Ասում ա երանի են տնտեսին, եւ որ Տերը գա գիշերը, նրա ճարակը վառած լինի, գոտին կապածը լի եւ իր տիրոջը սպասի։ Եվ ինչ ասելու Տերը, մտի իմ հանդիսը, ով ինչ հավատարիմ, հավատարիմ, հավատարիմ։ Մի դու հավատարիմ ես թե չէ, դու նայի, եթե ես հավատարիմ չեմ, ժողովուրդ ջան, մամոնայի մեջ, փողնային վրա իշխեմ, 3 դրամ ասում տալու ման ինֆակտ եմ ստանեմ, հանկարծ 100 դրամ մի հատ հավատացյալի կամ մեկի վրա ծախսելուց մեռնում եմ, ժլատ, ես չեմ կարող հավատարիմ լինեմ Տիրոջը։ Եթե ես հավատարիմ չեմ իմ տնտեսության մեջ, իմ տան մեջ, իմ ընտանիքից սկսած, իմ երեխեքի, իմ ընտանիքի, իմ ծառայության մեջ, ես հավատարիմ չեմ, ես փրկության չեմ հասնի։ Եթե ես հավատարիմ չեմ իմ ամուսնուն, ամուսինն էլ իր կնոջ, իր ընտանիքին, եթե հավատարիմ չի, Առակաց գրքում ասում է, եւ նրա քցածները, սատանայի քցածները շատերին նայել, որ անհավատարիմ սարք է։ Եվ որ ասում է, քցեց նրանց, ասում է անհավատարիմ է սարքում, այդ այն բաներ, որ տանում էր անառակության։ Ժողովուրդ ջան, եթե մենք հավատարիմ չենք մեր ընտանիքներին, մեր հարցը լուրջ է, ինչքան ուզի մենք ասենք։ Չորրորդը, մենք հավատարիմ պետք է լինենք Աստծո խոսքի մեջ։ Եթե այս խոսքը իմ կյանքի գերագույնը չէ, եւ այս խոսքը ամենաթանկը չէ, եւ այս խոսքը իմ կյանքից բարձր չի, իմ ամեն ինչից առավել չէ, ես ասում հավատարիմ չեմ։ Իսկ եւ որ այս բաների մեջ հավատարիմ եմ, մինչեւ վերջ իմ հավատք ամուր պահեմ, որ Տերն ա տվել։ Այդ խոսքը ամուր պահեմ իմ կյանքի մեջ, Տեր ինձ կհասցնի, բայց դե մարդ առաջ չի գնում։ Կայնացա, ջրերը թաթերը, ջրի մեջին ա, ծնգների մեջ ա մինչեւ գոտկա տեղա, այնքան ուզե գետը վարար գնա, քեզ ոչինչ չի անելու։ Մինչև չմտնես այդ կետի մեջ։ Թող Տերը փառավորվի, թող Տերը մեծարվի։ Իմացեք, կանչվածությունը Աստծուց է, ընտրվածությունը Աստծուց է, բայց հավատարմությունը քեզանից է։ Կմնաս հավատարիմ, ասում ա որ մինչև վերջ համբերի, հաղթի պսակը պիտի առնի։ Հավատարիմ, դա արդեն քեզանից է։ Կլես հավատարիմ, տեղ կհասնես, չես էլի հավատարիմ, կմնաս ճամփի կեսին։ Թող Տերը փառավորվի, ամեն։ Մենք